Սուրբ աղոթք Սաղմոսներ 91, 121, 27, 46, 18, 23, պաշտպանություն չարագործությունից անեծքներից։ Իսկ գիտեք, թե ինչու են չարագործությունները անեծքները ազդում որոշ մարդկանց վրա, իսկ ուրիշներին չեն վնասում։ Այս հարցի պատասխանը կգտնեք այս աղոթքում։ Եթե երբես զգացել եք, որ ինչ-որ անտեսանելի ուժ խանգարում է ձեր առաջընթացին, եթե զգացել եք անբացատրելի հոգնածություն, վախ կամ խավարություն, այս աղոթքը ձեզ համար է։ Մնացեք մեզ հետ, քանի որ այսօր մենք կկոչենք Աստծո անսասան պաշտպանությունը ձեր կյանք։ Սուրբ է այս պահը, սիրելի եղբայրներ, քույրեր Քրիստոսով։ Մենք հավաքվել ենք ոչ թե պատահականությամբ, այլ Աստծո պահպանության խնամքով։ Հայ առաքելական եկեղեցու հարուստ ավանդույթը մեզ ուսուցանել է, որ աղոթքը ամենահզոր զենքն է հոգոր պայքարում։ Այսօր մենք կաղոթենք պաշտպանության սաղմոսներով, որոնք դարերի ընթացքում վահան են եղել անթիվ հավատացյալների համար։ Նախքան սկսելը, ես ուզում եմ, որ դուք հասկանաք մի կարևոր ճշմարտություն։ Չարագործությունները, անեծքները իրական են։ Հոգոր աշխարհը գոյություն ունի, այն ազդում է մեր ֆիզիկական կյանքի վրա։ Բայց ահա բարի լուրը, Հիսուս Քրիստոսի արյունը ավելի հզոր է, քան ցանկացած անեծք։ Աստծո պաշտպանությունը ավելի ամուր է, քան ցանկացած մութ ուժի հարձակում։ Եկեք սկսենք Սաղմոս 91 ով, պաշտպանության ամենահզոր աղոթքը։ Ով որ բնակվում է Բարձրյալի օգնության մեջ, ամենակալի հովանու տակ կլինի։ Ես կասեմ Տիրոջը, իմ ապավենն ու իմ ամրոցն ես, իմ Աստվածն է, նրան կվստահեմ։ Որովհետև նա քեզ կազատագրի որսորդի թակարդից ապականից ժանտախտից։ Նկատեցիք այս խոսքերը որսորդի թակարդից։ Սա խոսում է թաքնված վտանգների, ծուղակների, հնարքների մասին, որոնք թշնամին դնում է մեր ճանապարհին։ Քանի անգամ ենք մենք ընկնում ծուղակների մեջ, որոնք տեսանելի չէին։ Բայց երբ մենք ապրում ենք Աստծո հովանու տակ, նա մեզ ազատագրում է այդ թակարդներից։ Իր փետուրներով քեզ կծածկի, նրա թերի տակ կապավինես։ Նրա ճշմարտությունը քեզ համար վահան զրահ կլինի։ Չես վախենա գիշերային սարսափից, ոչ էլ օրվա թռչող նետից, ոչ էլ խավարի մեջ քայլող ժանտախտից, ոչ էլ կեսօրին ավերող աղետից։ Այստեղ մենք տեսնում ենք 4 տեսակի վտանգներ՝ գիշերային սարսափ, օրվա թռչող նետ, խավարի մեջ քայլող ժանտախտ, կեսօրին ավերող աղետ։ Սրանք ներառում են ամեն տեսակի չարիք, ինչպես տեսանելի, այնպես էլ անտեսանելի։ Այս աղոթքը մեզ պաշտպանում է բոլորից։ Քո կողքիդ 1000-ը կընկնեն 10,000-ը քո աջ ձեռքիդ, բայց քեզ մոտ չի գա։ Միայն քո աչքերով կնայես չարերի վարձատրությունը կտեսնես։ Որովհետև դու ասել ես, Տերը իմ ապավենն է։ Բարձրյալին քո բնակարան ես դարձրել։ Ինչպիսի հզոր խոստում է սա։ Մենք կարող ենք տեսնել, թե ինչպես չարիքն ազդում է մեր շուրջը, բայց այն մեզ չի հասնի, եթե մենք ապրում ենք Աստծո պաշտպանության տակ։ Սա չի նշանակում, որ մենք երբեք փորձություններ չենք ունենա, բայց դա նշանակում է, որ Աստված մեզ հետ է այդ փորձություններում, նա մեզ կպահպանի։ Եթե այս աղոթքը թագում է ձեր սրտին, դուք զգում եք Սուրբ Հոգու ներկայությունը, խնդրում եմ, կիսվեք այս վիդեոն ձեր ընկերների ընտանիքի հետ, ովքեր նույնպես կարիք ունեն պաշտպանության։ Շարունակենք Սաղմոս 121 ով։ Իմ աչքերը կբարձրացնեմ դեպի լեռներ, որտեղից կգա իմ օգնությունը։ Իմ օգնությունը Տիրոջից է, ով արարել է երկինքն ու երկիրը։ Նա չի թողնի, որ քո ոտքը սահի, քո պահապանը չի ննջի։ Ահա, չի ննջի, չի քնանա Իսրայելի պահապանը։ Սա սկզբունքային ճշմարտություն է, սիրելիներ։ Աստված երբեք չի քնում։ Մարդիկ քնում են, հրեշտակներն էլ կարող են սահմանափակ լինել, բայց Աստված միշտ արթուն է։ Երբ դուք քնած եք, ամենաանպաշտպան եք, նա արթուն է պահպանում է ձեզ։ Երբ դուք արթուն եք մտահոգված, նա ձեզ հետ է ուշադրությամբ լսում է ձեր սրտի աղաղակը։ Տերը քո պահապանն է, Տերը քո աջ ձեռքի վրա, քո հովանին է։ Ցերեկ արը քեզ չի խփի, ոչ էլ լուսինը գիշերը։ Տերը քեզ կպահպանի ամեն չարությունից, կպահպանի քո հոգին։ Տերը կպահպանի քո ելնելդ ու մտնելդ այսուհետ մինչ հավիտյան։ Նկատեցիք քո ելնելդ ու մտնելդ։ Սա նշանակում է մեր կյանքի ամեն մի ասպեկտ։ Երբ մենք դուրս ենք գալիս տնից, երբ մենք տուն ենք վերադառնում, երբ մենք սկսում ենք նոր նախագիծ, երբ մենք ավարտում ենք հին փուլ, Աստված մեզ հետ է։ Նա պահպանում է մեր յուրաքանչյուր քայլը։ Եկեք այժմ կարդանք Սաղմոս 27-ը։ Տերը իմ լույսն է, իմ փրկությունը, ումից վախենամ։ Տերը իմ կյանքի ամրությունն է, ումից սարսափեմ։
Երբ չարագործները մոտեցան ինձ իմ մարմինը ուտելու համար, իմ թշնամիներն ու հակառակորդները, նրանք իսկ սայթաքեցին ու ընկան։ Այստեղ մենք տեսնում ենք վստահություն, համարձակություն։ Դավիթ թագավորը, ով գրել է այս Սաղմոսը, խոսում է իր թշնամիների մասին, ովքեր փորձ էին նրան ոչնչացնել։ Բայց նա չէր վախենում։ Ինչու՞։ Որովհետև նա գիտեր, որ Աստված իր հետ է, ով Աստծո հետ է, նա մեծամասնություն է։ Միայն մի բան եմ ես խնդրել Տիրոջից, այն էլ կփնտրեմ, որ Տիրոջ տանը բնակվեմ իմ կյանքի բոլոր օրերին, նայելու Տիրոջ գեղեցկությանը, խորելու նրա տաճարում։ Որովհետև նեղության օրը նա ինձ իր յարկի մեջ կթաքցնի, իր վրանի ծածուկ տեղը ինձ կպահպանի, ժայռի վրա ինձ կբարձրացնի։ Եղբայրներ, քույրեր, ինչպիսի հզոր պատկեր է սա։ Աստված մեզ թաքցնում է իր պաշտպանության մեջ, ինչպես հավը ծածկում է իր ճուտիկներին իր թերի տակ։ Նեղության օրը, երբ բուքը գալիս է, երբ վտանգները շրջապատում են մեզ, Աստված մեզ բարձրացնում է ժայռի վրա, որտեղ ոչ ոք չի կարող մեզ հասնել։ Շարունակենք Սաղմոս 46 ով Աստված մեզ համար ապավեն է ուժ, նեղության մեջ շատ հեշտությամբ գտնվող օգնական։ Դրա համար չենք վախենա, թե երկիրը փոխվի, լեռները տեղափոխվեն ծովերի սրտում։ Թող գոռան խռովեն նրա ջրերը, թող լեռները սարսափեն նրա բարձրությունից։ Այս խոսքերը խոսում են մի իրականության մասին, որը մենք բոլորս փորձում ենք, կյանքի փոփոխությունները։ Երբեմն կյանքը կարող է զգալ, որ թե ամեն ինչ փլվում է, որ հիմքերը սասանվում են, որ այն, ինչին մենք վստահում էինք, այլս կայուն չէ։ Բայց նույնիսկ այդ պահերին, նույնիսկ երբ լեռները տեղափոխվում են, ջրերը գոռում, Աստված մնում է մեր ապավենը ուժը։ Կա գետ, որի հոսանքները ուրախացնում են Աստծո քաղաքը, Բարձրյալի սուրբ բնակարանները։ Աստված նրա մեջ է, նա չի սասանվի։ Աստված նրան կօգնի առավոտյան մթության ժամին։ Ազգերը աղմկեցին, թագավորությունները շարժվեցին, նա իր ձայնը տվեց, երկիրը հալվեց։ Զորությունների Տերը մեզ հետ է, Հակոբի Աստվածը մեզ համար բերդ է։ Զորությունների Տերը մեզ հետ է։ Այս արտահայտությունը կրկնվում է այս Սաղմոսում, ընդգծելով դրա կարևորությունը։ Մենք չենք ծառայում թույլ Աստծո։ Մենք ծառայում ենք զորությունների Տիրոջը, հրեշտակների բանակների հրամանատարին, ամբողջ տիեզերքի Արարչին։ Եվ այս անսահման հզոր Աստվածը մեզ հետ է։ Եկեք այժմ կարդանք Սաղմոս 18-ի մի մասը։ Տերը իմ ժայռն է, իմ բերդն ու իմ փրկիչը, իմ Աստվածը, իմ ժայռը, որին կապավինեմ, իմ վահանն ու իմ փրկության եղջյուրը, իմ բերդը։ Կգանչեմ փառաբանելի Տիրոջը, կփրկվեմ իմ թշնամիներից։ Այստեղ մենք տեսնում ենք Աստծո տարբեր անունները, դերերը մեր կյանքում։ Նա ժայռ է, անշարժ հուսալի։ Նա բերդ է, պաշտպանություն, անվտանգություն։ Նա փրկիչ է, ազատագրում, փրկություն։ Նա վահան է, պաշտպանություն հարձակումներից։ Յուրաքանչյուր այս անունը բացահայտում է Աստծո բնավորության մի ասպեկտ, որը մեզ անհրաժեշտ է։ Մահվան պարանները պատել էին ինձ, անօրենության հեղեղները զարուրեցրել էին ինձ։ Դժոխքի պարանները շրջապատել էին ինձ, մահվան ծուղակները պատահել էին ինձ։ Իմ նեղության մեջ կանչեցի Տիրոջը, աղաղակեցի դեպի իմ Աստված։ Նա լսեց իմ ձայնը իր տաճարից, իմ աղաղակը նրա առջ հասավ նրա ականջներին։ Սիրելիներ, երբ մենք աղաղակում ենք Աստծուն, նա լսում է։ Անկախ նրանից, թե որքան խորն է մեր նեղությունը, անկախ նրանից, թե որքան մութ է մեր իրավիճակը, մեր աղաղակը հասնում է Աստծո ականջներին։ Նա լսում է, նա պատասխանում է։ Վերջապես, եկեք կարդանք Սաղմոս 23-ը, փայտարի Սաղմոսը։ Տերը իմ հովիվն է, ինձ բան պակասող չի լինի։ Կանաչ արոտներում ինձ կպարկեցնի, հանգիստ ջրերի մոտ ինձ կտանի։ Իմ հոգին կվերադարձնի, արդարության ճանապարհներով ինձ կտանի իր անվան համար։ Աստվածը մեր հովիվն է։ Հովիվը չի լքում իր ոչխարները։ Նա նրանց կերակրում է, պաշտպանում, ուղղորդում, խնամում։ Երբ մենք Տիրոջն ենք վստահում որպես մեր հովվի, մենք ոչինչ չենք պակասի։ Ոչ թե որովհետև մենք միշտ կունենանք ամեն ինչ, ինչ ուզում ենք, այլ որովհետև մենք կունենանք ամեն ինչ, ինչ մեզ անհրաժեշտ է։ Թե ես կքայլեմ մահվան ստվերի ձորում, չեմ վախենա չարից, որովհետև դու ինձ հետ ես։ Քո գավազանն ու քո փայտը ինձ կմխիտարեն։ Դու սեղան ես պատրաստում իմ առաջ իմ թշնամիների դիմաց։ Իմ գլուխը ձեթով ես օծում, իմ բաժակը լցվում է։ Այս պատկերը հզոր է։ Նույնիսկ մեր թշնամիների ներկայությամբ Աստված մեզ համար սեղան է պատրաստում։ Նա մեզ մխիտարում է, մեզ օծում, մեզ օրհնում։
Մեր բաժակը ոչ թե կիսով չափ լցված է, այլ լցվում է առատորեն։ Իսկապես բարությունն ու ողորմածությունը կհետեն ինձ իմ կյանքի բոլոր օրերին, ես Տիրոջ տանը կբնակվեմ հավիտյանս։ Սիրելի եղբայրներ, քույրեր, այս վերջին խոսքերը վստահություն են խոստում։ Աստծո բարությունն ու ողորմածությունը չեն թողնում մեզ։ Դրանք մեզ հետում են, նման հավատարիմ ընկերների, որոնք երբեք մեզ չեն լքում։ Եվ մեր վերջնական նպատակը բնակվելն է Տիրոջ տանը, ոչ թե միայն այս կյանքում, այլ հավիտյանս։ Երբ մենք աղոթում ենք այս սաղմոսները, մենք շինում ենք պաշտպանության պատ մեր շուրջը։ Մենք ակտիվացնում ենք երկնային ուժերը մեր կյանքում։ Ոչ մի անեծք, ոչ մի չարագործություն, ոչ մի խավարի ուժ չի կարող անցնել այս պատի միջով, երբ այն կառուցված է Աստծո խոսքով ամրացված հավատքով աղոթքով։ Այժմ, երբ մենք ավարտում ենք այս աղոթքը, ես ուզում եմ, որ դուք ինչ-որ բան անեք։ Դրեք ձեր ձեռքը ձեր սրտի վրա, ասեցեք ինձ հետ. Ես պաշտպանված եմ Աստծո արյունով։ Ես ծածկված եմ նրա հզորությամբ։ Ոչ մի անեծք, ոչ մի չարագործություն չի կարող ինձ հասնել, որովհետև ես Աստծո զավակն եմ, նա իմ պաշտպանիչն է։ Հավատացեք սրան սրտանց։ Այս ճշմարտությունը կփոխի ձեր կյանքը։ Դուք այլս զոհ չեք, դուք հաղթող եք։ Դուք այլս վախենող չեք, դուք համարձակ եք։ Դուք այլս անպաշտպան չեք, դուք պաշտպանված եք ամենահզոր Աստծո կողմից։ Ես աղոթում եմ Հոր անունով, Որդու անունով, Սուրբ Հոգու անունով, որ այս աղոթքը պաշտպանության վահան լինի ձեր ընտանիքի համար։ Ես աղոթում եմ, որ յուրաքանչյուր անեծք խզվի, յուրաքանչյուր չարագործություն ոչնչացվի, յուրաքանչյուր խավարի ուժ հեռացվի ձեր կյանքից Հիսուս Քրիստոսի հզոր անունով։ Քայլեցեք այս օրհնության մեջ։ Ապրեցեք այս պաշտպանության մեջ։ Եվ մի մոռացեք, որ զորությունների Տերը ձեզ հետ է, Հակոբի Աստվածը ձեր բերդն է։ Ամեն, ամեն։